Ուրեմն մենք գտնվում ենք Մարսի գետ 2 փոքր հեկի գլխամասային հանգույցում, որտեղ կատարվում է ջրառը։ Ուրեմն այստեղ վերևից գալիս է Մարս գետը։ Այս ձախ կողմով մտնում է խողովակի մեջ ջուրը, որպեսզի գնա էլեկտրակայան արտադրության համար։ Իսկ այս կողմում պետք է լինի ձկնանցարանը, որտեղ պետք է անցնեն ձկները եւ պետք է գետի էկո թողքը թողնվի, թե ինչքան ջուր պետք է մնա գետում։ Հիմա նայում ենք, այս ձև գալիս է ուրեմն ջուրը։ Դիմացը ամբողջովին փակած է, էլ ջուր չկա ընդհանրապես, ու նայում ենք, այս էլ այսպես կոչված ձկնանցարանն է, անհայտ ծագման և անհայտ կառուցվածքի, որը որ ամբողջովին չոր է ու հայտնի չասենք, թե ձկները պետք է մագլցելով բարձրանան, թե ոնց։ Իսկ այս արդեն Մարս գետն է, ջրառից հետո խնդրեմ, նայեք ինչ է մնացել Մարս գետում։ Խնդրեմ։ Այս հեկը, ասեմ, որ մոտապես մի ամիս առաջ տուգանվեց մեր ահազանգից հետո, նույն այս խախտումները թույլատրելու համար և նրանց հանձնարարական է տրվել նոր ձկնանցարան կառուցելու, բայց ինչպես տեսնում եք, այսօր 2015 թվականի հոկտեմբերի 23-ն է, ձկնանցարանը ամբողջովին նույն ձև է, ոնց որ նախորդ անգամ և ամբողջովին չոր է։ Իսկ գետը ըստ էության լրիվ չորացված է։ Այսօր 2015 թվականի հոկտեմբերի 23-ն է, մենք գտնվում ենք Մարս գետի հունի մեջ, որտեղ կառուցված է Մարսի գետ 1 փոքր հիդրոէլեկտրակայանը։ Ուրեմն ջրառից հետո խնդրում եմ նայեք ինչ է մնացել գետում։ Այս ջուրը որ տեսնում եք, դա Մարս գետն է փաստորեն այս պահին։ Եվ այսպիսի գետերը Հայաստանի այսպիսի վիճակում են ու բնականաբար այստեղ խոսել ինչ-որ կենսաբազմազանության, ձկների, այլ խնդիրների մասին ուղղակի անիմաստ է, դրանք բոլորը ոչնչացման եզրին են կազմելու։ Սա էլ ձկնուղին է, որով կառուցողների տրամաբանությամբ պետք է ձկները տեղաշարժվեն գետի հոսանքով վերև և ներքև։ Հիմի հարց եմ տալիս կառուցողներին, շահագործողներին, բնապահպանության նախարարությանը և մյուս լիազոր մարմիններին։ Ձկները ոնց պետք է թռնեն այս խողովակի վրայով, կարող եք ինձ բացատրել։ Այս խողովակի բարձրությունը մոտավորապես 70-80 սանտիմետր է։ Էլ չեմ ասում այս ուրեմն ծիծաղաշարժ կառույցը երկաթից, որը որ չգիտեմ որտեղից են հայտնաբերել է բերել որպես ձկնուղի։ Հիմի ոնց են ձկները այս 70-80 սանտիմետր կամ մի մետրը թռնելով անցնելու մի կողմից են կողմ, կամ են հակառակ կողմից, եթե նայում ենք են ձկները, եթե գետի վերին հոսանքից գալիս են, հա, այս խողովակի վրայով ոնց պետք է թռնեն, կարող եք ինձ ինչ-որ մեկը բացատրեք։ Լիազոր մարմինները, որոնք որ ասեցին, որ ստուգում չի կարելի իրականացնել կառավարության որոշումով։ Իհարկե չի կարելի, բնությունը կսպասի, ոչինչ։ Կոչնչանա եւ հետո կսպասի։